Արարատյան մարդը բացառիկ ցուցադրական նախագծով կողմ հիմնադրամը շարունակում է Կոստան Զարյանի կերպարի ժառանգության եւ անցած ստեղծագործական ճանապարհի վերաարժևորումը, միջոցառումների մի ամբողջ շարք նվիրելով մեծանուն հայի 141-ամյակին։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնում հավաքվել են մեծ գրողի, մտավորականի եւ գեղագետի արվեստի գնահատողները ու համերաշխորեն փաստում են։ Յուրաքանչյուր նոր նախագծով Զարյանը վերստին վերադառնում է հայրենիք։ Մեկ տարի առաջ, երբ սկսում էինք այս նախագիծը, բնականաբար մենք գիտեինք ինչ միջոցառումներ ենք նախատեսել եւ ինչ ակտիվություն պետք է լիներ, բայց այսօրվա այս սրահի այս մարդկանց քանակությունը, բայց որ ավելի կարևոր է, մեծարժեք հյուրերի քանակությունը վկայում է, որ իսկապես մեզ հաջողվել է Կոստան Զարյանին հերթական անգամ եւ լայնամասշտաբ վերադարձնել մեր հանրությանը եւ սա ընդհանրապես գործի սկիզբն է։ Արարատյան մարդը խորագրով ցուցահանդեսի առանցքում գրողի վայրի վերումներով լեցուն կյանքն է, նրա անցած ուղին ու ստեղծագործական որոնումները եւ իհարկե մեծանակնկալ Զարյան ընտանիքից։ Առաջին անգամ ցուցադրում են Զարյանի հեղինակած 1 տասնյակից ավելի գծանկարների լուսապատճենները, որոնք նա նկարել է Մյունխենի բանտում անցկացրած 1.5 տարվա ընթացքում։ Գծանկարների բնօրինակները շատ ավելի են եւ պահվում են Մատենադարանին հանձնված Զարյանական արխիվում ու ուսումնասիրության արժեքավոր նյութ թե որքանով են դրանք կապվում Զարյանի գրականությանը։ Զարյանի թոռը հիշում է, տարիներ շարունակ հայրը պնդում էր, դեռ գալու է Զարյանի ժամանակը։ Շնորհակալ եմ Տիրոջից, որ հնարավորություն ունեմ մասնակցելու եւ տեսնելու այսպես ասած Կոստան Զարյանի վերադարձը կամ վերածնունդը կամ գնահատականը։ Շատ երկար տարիներ անցան, բայց կարևորը նաեւ որ եկավ այն ժամանակը, որ Կոստան Զարյանի մասին սկսեցին հիշել եւ սկսեցին գնահատել։ Հայրիկս ինձ ասում էր, որ Կոստան Զարյանի ժամանակը պիտի գա։ Զարյանական օրերի ընթացքում նաև հանրության գնահատմանն է ներկայացվում քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի հեղինակած Զարյանի քաղաքային քանդակը, որը ժամանակավորապես տեղադրվել է կենտրոնի մուտքի դիմաց, քանի դեռ ճշգրտվում է քանդակի վերջնական հասցեն։ Մկրտիչ Մազմանյանը, որ Զարյանի հետ շփվելու բարեբախտությունն է ունեցել Արտոչ Աքմաջյանի մոտ ուսանելու տարիներին, քանդակի մի քանի տասնյակ օրինակներ եւ հարյուրավոր էսքիզներ է ստեղծել։ Ի վերջո գրողին կերպավորել է բզկտված ձեռքերով եւ շեշտադրել հողից սնվող եւ հողից ծնված գրքերի գաղափարը։ Արգելված մարդ է, սովետական երկրում չընդունված մի մարդ գիգանտ, տիեզերական մարդ, տիեզերական գիտելիքներով օժտված մի ազնվորություն, որին չէին ընդունում, արգել են դրա համար ես այսին մեկնաբանությունը հողից են ծնվում գրքերը, երբ որ տեղում տեղադրենք ճարտարապետական ուզումով ինքը գրքերը հողից ելում են հայոց հողից, որին ինքը պաշտում էր հայոց հողը։ Իզուր չի ցուցահանդեսի անունը Արարատյան մարդ, Արարատյան երգիրը իր համար ամենաբարձրն էր։ Արարատյան մարդը ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 16-ը եւ մեկ շաբաթ շարունակ Զարյանական նոր հայտնությունների թեման կշարունակվի նաեւ նրան նվիրված գրական հանդիպումների եւ բանախոսությունների ծրագրով։ Նունե Ալեքսանյան, Էդգար Դավթյան, լուրեր։